Մեր կուսակցությունը լավ կենսագրություն ունի, լավ ճանապարհ է անցել 96 թվականի հունվարին են մենք գրանցվել որպես Հայաստանի սոցիալիստական կուսակցություն, հետագան խնդիրներ է առաջացել վերագրանցման հետ կապված եւ նաեւ աշխատավորական բառն ենք ավելացրել եւ դարձել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստ։ Մենք Գյումրիում մեր գործունեությունը ծավալել ենք սկսած 95 թվականի նախագահական արտահայտությունից, այստեղ շատ ենք ելնում։ Անուններ չտամ, հանրահայտ եւ ուսանողական ընկերներ եւ աշխատանքային Գյումրիում մենք բավականին լավ արդյունքներ ցույց տվեցինք, ես հիշում եմ, երբ Կարեն Դեմիրճյանը մտածում էր, թե ժողովուրդը գետի նման հոսում էր իր հետևից, հանդիպումը, եւ մենք այստեղ ենք ունենք ընկերներ, որոնք ներկայացնում են մեր կուսակցությունը։ Իհարկե մենք երկար քննարկել ենք ամիսներ առաջ դեռ ընտրություն չեն նշանակված, երբ որ ուզում ենք որ Գյումրիում պետք է արտահայտ ընտրություններ տեղի ունենան, մեծ այդ հավաքամիտ կապված պատմությունից հետո մասնակցել թե չմասնակցել, չմասնակցելու դեպքում բարձրություն չեն կան, մասնակցելու դեպքում ինչ թիմով մասնակցել։ Եվ խորհրդակցել ենք մեր ընկերների հետ, ինժեներների, մասնակցելու դեպքում ինչ թիմով եւ ուսումնասիրել ենք Գյումրիի տրամադրությունները, ստեղծված իրավիճակը, Գյումրի մեծ քաղաքի բոլոր իրար ճանաչում եք։ Արտյոմի անուններ են տվել, որ եթե Արտյոմը համաձայնի մասնակցել ընտրություններին, հարցել եմ ուղղակի, ինչ լավ տեխնացուներ կա, որոնց մենք կարող ենք սատարել։ Արտյոմի անունը արդեն ասել են, հետո մենք արդեն իրար հետ կապ ենք հաստատել շաբաթներ առաջ, քննարկել ենք Արտյոմի հետ, Սեդրակի հետ, ինչ թեմա ձևավորվում, հանդիպումներ են եղել, եւ եկել ենք ընդհանուր հայտարարել, մանավանդ իմացել եմ, որ երբ Կարեն Դեմիրճյանը եկել է Գյումրի, Արտյոմը փոքր է եղել, երեխան ինքը այդ հանդիպմանը այն տարիներին մասնակցել է այդ Կարեն Դեմիրճյանին այսպես ձեռքով գլուխը շոյել է եւ իրան դա լավ տպավորվել, այսինքն ինքը իսկապես այս վերջերս թերթից մի քանիսում կարդացի որ իբր Արտյոմը Մոլի Նիկոլական է, ես Նիկոլին շատ լավ ճանաչում ինքնից, շատ լավ ուսանողական տարիներից իրա, ոչ, այստեղ պետք է ես ուղղում կատարել, Արտյոմի եթե ուզում եք ինչ-որ մեկի Մոլի կողմնակիցը ներկայացել Մոլի Դեմիրճյանական, Կարեն Դեմիրճյանական, ինք իսկապես Կարեն Դեմիրճյանի որպես մարդ գնահատող անձամբ նվիրված նրա գաղափարների, մեր այսօր հանդիսանում են Կարեն Դեմիրճյանի գաղափարագետները եւ ասեմ որ այո մենք առաջիկա խորհրդական ընտրություններին որպես կուսակցություն անպայման մասնակցելու ենք եւ biz մասնակցելու ենք որպես Կարեն Դեմիրճյանի գաղափարագետների դաշինք։ Եվ Արտյոմը համապատասխանում է մեր բոլոր չափանիշներին, մեր բոլոր ցանկություններին եւ համոզված է որ մենք արդեն այսօր իրար հետ երկար ճանապարհ ենք անցնել։ Այսպես ինչ որ միանգամյա քայլ չի։ Մենք իսկապես կտեսնենք որ իրար հետ համագործակցությունը շատ երկար է լինելու եւ շատ արդյունավետ այս բանի Գյումրիի համար հետագայում մեր ողջ հանրապետության։ Քանի որ հարցը ասացիք, դուք հարցում եք Մոլի Նիկոլական, հա, այդպես Ես կարդացել եմ կներեք էլի դա Արաջան Թումանյանին, հա, հարցում են։ Հիմա ձեզ ասում են մեկ ՀԽ-ի արխանյակ, մեկ ասում են ընդդիմադիր դաշտից, հա, ներդրված նկատի ունեն, որ Վարդան Ղուկասյանի հետ հարևաններ եք, հա, եւ ասում են ձեզ Վարդան Ղուկասյանն է հորդորել, որպեսզի, հա, այս թղամասից այլ տեխնացուի ցայն չգնա։ Վերջը, այսպես ասած, ում արբանյակն եք դուք, հա, այսպես հարցում եմ ես ձեզ, ում կողմից եք ներդրված։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն Շահվերդյան, վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել ընտրություններին այն կուսակցությունով, որով դուք մեր երջանկահիշատակ ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանին վերադարձրել եք մեծ քաղաքականություն։ Ես անպայման գնալու եմ այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնացել է Կարեն Դեմիրճյանը ու փորձելու եմ հնարավորինս կատարել այն քայլերը, որը ինքն է սկսել եւ իշա մեր ժողովրդի։ Ասել եմ ու կկրկնեմ եւս մեկ անգամ, Կարեն Սերոբի Դեմիրճյանից ինձ փոխանցվել է մի շատ կարևոր բան՝ մարդ սիրելու արվեստը։ Իսկ ձեր հարցին Մոլի Նիկոլական կամ արբանյակ,
Ես գյումրեցիների արբանյակն եմ։ Բոլորդ ինձ ճանաչում եք, գրեթե իմ կատարած բոլոր քայլերը տեսել եք երկար տարիներ, ոչ միայն հեղափոխությունից հետո, այլ հեղափոխությունից 1 եւ ավել տասնյակ տարի առաջվանից, թե Արտյոմ Թումանյանը ինչ գործունեություն է ծավալել թե Գյումրիում, թե մարզում, թե Հայաստանի Հանրապետությունում։ Իրականում ես միակ կուսակցությունն եմ համարել ճիշտ մասնակցելու, որը հասկ կուսակցությունն է, եւ ես երբեք իմ սկզբունքներից հետ չեմ կանգնելու։ Ես ոչ մեկական եմ, ես հեղափոխական Արտյոմ Թումանյանն եմ, ով պայքարել է 30 տարի ժողովրդի հետ, տանջանքներով, չարչարանքներով, լացելով, ուրախանալով եւ հեղափոխությունից հետո նույն պայքարի մեջ եղել եմ արդեն որպես հեղափոխական։ Հիմա թե ինչի եմ ես որոշել մասնակցել ավագան ընտրություններին որպես առաջի համար քաղաքապետի տեխնացու, դա կարծում եմ ժողովրդի հորդորն էր, պահանջն էր ինձ, որ ես կարողանամ մարդկանց գյումրեցիների մատից փուշ անեմ։ Ես դրա իրավունքը ունեմ ապրելով այսքան տարի 50 տարի Գյումրի քաղաքում եւ հավատացած եղեք, որ իմ խոսքը խոսք է, ես 50 տարի պարզ-ճակատ ապրել եմ այս քաղաքում եւ երբեք որևէ պաշտոնի կամ ատորի համար ես իմ խոսքն ու սկզբունքները չեմ փոխի։